Ես Ազատ Գևորգյանն եմ, Անահիտ զինվորի ծնող։ Ամսի 27-ին մենք կառավարություն էինք պարոն վարչապետի մոտ։ Ես իրան ներկայացրի, որ իմ երեխան ոնց Անահիտ է, ոնց է զոհված է։ Դուք պարզեք իմ երեխան որտեղ է։ Ես դաժե իրան էլ ասեցի, որ եթե պահանջես բան չարի, 10 օր հետո է, 15 օր հետո ես գալու եմ կառավարության դեմը, պահանջեմ իմ որդուն, իմ բալին։ Հիմա մինչև մի ոչ մի դաժե ինքը ասում էր գրավոր ես սաղիդ կներկայացնեմ, եթե մինակ ընձ չի, ասենք սաղ ծնողներն էլ ասավ, որ ես գրավոր կուղարկեմ, թե ինչա բանցա, բայց մինչև մի ոչ մի պատասխան։ Իշխանության ներկայացուցիչները բազմիցս նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ մասունքներ կան եւ նույնականացվել են, ուղղակի ծնողները չեն ցանկանում գալ եւ վերցնել։ Ինչ կարող եք ասել։ Այդ հիմքի վրա էլ շատ բան կարամ ասեմ, Լիա ջան, իրանք այդքան պարզած չունեն։ Ես միշտ եմ ասել, թեկուզ իրանց մոտ էլ, որ ասենք այդ մենք ծնողներով այդքան ասենք դաժան չենք վերաբերվի մեր երեխեքով, որ մորգերին ասենք դրացնեն, մեր երեխեքին չտանենք հուղարկավորենք։ Որովհետև ճշտած բաներ կա, որ իրանք չեն կարած էդի 100% ճշտեն։ Այդ դենքան ես որ լիարժեք ասեմ, լրիվ սուտ բաներ է։ Այս վերջերն էլ, դաժե Սրբուրի Գալյանն էլ ազգային ժողովում հրապարակեց, որ խոսքից ծնողները չեն տանեմ հուղարկավորեն։ Մենք մի 6-7-10 ծնողով եկանք իրա մոտ, էլի ասեցինք, դու որ ասում ես խոսքի, հիմքերը կա, դաժե ինքը ասում է 100%-անց ճշտած։ Ինչ 100%-անց ճշտած։ Ոչ մի բանը ճշտած չի։ Այս երեխեք խոսքի Անահիտի ցուցակ իրանք են մենցրել, կամ այդ դենկաները իրանք են տալին, որ այս ծնողին ասեն չէ էսա, բայց դրա հետ կարան պարզեն, չէ այդ երեխեն հուրա, ոչ թե դենկա տա։ Այսինքն դենկայի համընկնում կա ձեր որդու հետ կապված, թե։ Այո, էդ էլ կա, չէ, էդ էլ։ Համընկնումը կա, դուք չեք ընդունում։ Այո։ Համարում եք անհետ կորած։ Իրանք դες իմ ասենք լիարժեք չէ, Անի ջան։ Ես սեպտեմբերի 27-ից իմ երեխուն ասել են զոհվածի ցուցակ, հենց առաջի երկրորդ անունն իմ երեխու անունն էլ է։ Գացրեմ, չաստ, ոչ մի շատ երկար պատմություն բանջանեմ, պարզրեմ, որ իմ երեխեն ընդ չի զոհ է, եթե զոհերին կտին, եկել են պաշտպանության նախարարություն, ասել եմ զոհված ես, ասել տուր երեխուս։ Ասում է չկա վար դուստամ, դե որ չկա հանին մնցրին Անահիտի ցուցակ, Անի ջան, ասեն։ Հիմա էլ սենց Անահիտի տակ մնաց, հիմա էլ վերջում էդ իրանց սուտն է, ես պարզ եմ ասում, որ առեսա դենկա, որ հաստատեն զոհված է։ Որպեսզի դուք այլևս չպայքարեք։ Այո, համաձայն, այո, որ էլ չպայքարենք, որ էդ իրանց վերջի սուտն է, ես պարզ եմ ասում։ Մի բան էլ ասեմ, կան ծնողներ, ովքեր օրինակ տարբեր տեսանյութերում, ադրբեջանական տելեգրամյան ալիքներում, ինչ-որ կադրերում տեսել են այնպիսի անձանց, որոնց հետագայում նմանեցրել են նաև իրենց երեխաներին, ձեր հետ կապված է ձեր վստահությունը, որ ձեր որդին ողջ է եւ անհետ կորած է, որտեղից է գալիս։ Միայն Զորամասում անցկացրած ձեր այսպես հետաքննությունից, եթե այսպես անվանենք, թե այդպիսի կադրեր եք տեսել կամ ինչ-որ հանգամանքներ կան, որոնք ստիպում են ձեզ վստահ լինել, որ ձեր որդին ողջ է։ Այո, այդպես բաներ կա, ես կարամ այդ լրիվ էլ ասեմ, մեր ծնողներից էլ կան, որ հենց ձեր ասած խոսքի թուրքը բռնե այդ զինվորի նեղացնում է, հիմա ծնողը տեսել է ու համել ասում է խոսքի էսի իմ երեխեն է, քննությունը ասում է չէ, 80% չի բռնեմ, չէ, 80% չի բռնեմ, 70-ը բռնեմ, ասում ես իմ երեխեն է, ասում է չէ, քոնը չի։ Դե իմ պարագայում էլ այնա, որ հենց առաջ օրը կառուցրեն դեպք, որ գիվես զլի մեջը վարվում է իմ երեխեն, բայց իմ երեխեն է զլից գործ չունի, ոչ մի տեղ չել է։ Ամսի 3-ին, եթե զոհվեր ամսի 27-ին, ամսի 3-ին իմ երեխուն տեսել են Ֆիզուլի, եթե զոհվերա ոնց են տեսել։ Ով է տեսել։ Էդի նոյեմբերանից զինվորա տեսել, ու իմ երեխուն լավ ճանաչել է, հիմա բերեցի, էդ էլ որ հաստատին, էլի ասին ինքը լավ չի տեսել, բայց 3 ժամ իմ երեխու հետ այլ է, մանրամասը լրիվ ասել է ինչը ոնց է, կյանքում չէր կարել այդեն սուտ ասել, էդի ես խոսացել եմ հեռախոսով, հետո գնացել եմ տեսել եմ։ Ազգային անվտանգության ծառայությունը ինչ է ասում։
Նրանք էլ դες ոչ մի բան չեն ասում, բայց ես այն վաղտուց սա մինչև մի երեխու գործերը քննություն է այդեմ, գիվեթե պարզում են, բայց ոչ մի բան էլ չեն պարզում։ Նախկին տնօրենի հետ հանդիպումներ ունենում եք, եթե ես չեմ սխալվում, այդ ժամանակահատվածում որևէ առաջընթաց ձեր գործի հետ կապված տեսնում եք կամ պատրաստակամություն ձեր ասացի հետքերով գնալու։ Դե այդ վաղտ սենց մեզ էլի հույսը, որ գնի, լավ գնի, այդպես մնաց, բայց ասենք խոսքի էլի մենք գրություն գրեցինք, նորից գնաց քննչական ազգային անվտանգությունը, որ պարզի մեր երեխեքը ինչա ոնց է, էլի տես գնաց, էլի նորից ծածկելով գնաց, ոչ մի բան էլ չբացատրի։ Ինչ կասկածներ ունեք, ձեր որդին որտեղ է գտնվում։ Իմ որդին պարզաբար Բաքվում պետք է գտնի կամ էլ ուրիշ երկրում չեմ մանում, իրանք ատեիստ տարեր, ուր են տարեր, ինչ են արել չգիտեմ։ Այ հենց էդի որ ես իմանի որ երկրում է, ես այն որ վարչապետին էլ եմ ասել, ես Հնդկաստան եմ գնացեք, ես որ իմանամ թեկուզ նորից Հնդկաստանից ինչ քաղաքում է, թե հենց եկուց տոն չառնեմ թռնեմ ինչ ուզում ես։ Հնդկաստան ձեր երեխաներին ընտրելու։ Այո, Լիա ջան։ Գնացել եմ, ես 23 թվին։ Այսինքն ինչ-որ հետք է դեպի այդտեղ Հա, բա կարող են հենց անիմաստ տան։ Հետք է այդ մանրամասն եկել։ Դե հետքը կա, Անի ջան, բայց չկարեց այդ մարդուն գտնեմ, եթե որ գտնեի, հաստատ կպարզեի, ուրա ուր չի։ Ով է այնտեղ։ Այս զանգողը բժիշկ էլ է։ Դուք աջակցություն, պետական աջակցություն ձեր որոնողական աշխատանքների ընթացքում ստացել եք, օրինակ որ գնացել եք Հնդկաստան, պետությունը Հնդկաստանի կառավարությանը դիմել է, որ ձեր երեխայի Չէ, ես էդի գախնի եմ գնացել, ոչ մեկ չի իմացել։ Ձեր անձնական հետաքրքրություն։ Այո, դե որ ասանք խոսքի հներ ահացնել գիմաներ։ Նույնիսկ հիմա պետական աջակցություն չի ստանում։ Հիմա ոչ մի հազար, ես իրան էլ ասեց, ասի ես 1.700.000 լավ էլ ես ծախսեմ էլ գնացել եմ Հնդկաստան, այդ ինչ է, հələ Հնդկաստանից էլ ուրիշ պետություն եմ թռել, այդ առանց լիզու իմանալ, առանց բան, այդպես մարդ եմ տարել, այդ ոնց գիմ։ Քանի որ դուք չեք ընդունում, որ ձեր որդին զոհված է, նաև աջակցությունը չեք ստանում։ Այո, աջակցությունը չեմ ստանում, ես իրացնել եմ ասել, դաժե Սրբի Գալյանն ասի, ազդաժողովներ եք ստեղծեմ, ես իմ երեխուն չեմ ճանաչելու անայդ կորած, դատարան չեմ ճանաչելու, դու եք մնցրել ցուցակը, ես իմ երեխուն եմ պահանջեմ, զինվորել է, հատկացրեք, կարակ հատկացնեք, մինչև հիմա բալավ այդ զինապա հիմնադրամը այդ գումարները որ հավաքում է, ումն է տալեմ, որ ինձ չի տալեմ, զինվորին է տալի, չէ, ինչ պետք է տամ դատարան, չէ, ես չեմ տալու դատարան, թող հատկացնեին, 6 տարի մեկը ով ասեմ, ապրելու ես, մնալու ես, ոչ մեկն էլ չի ասեմ անջա, բայց այդպես չի, հիմա որ ասեն կարող 5 հոգի կամ 8 հոգի են մնացել, որ չեն դիմել դատարան։ Փաշինյանի հետ քանի անգամ եք հանդիպել։ Ես 6 տարվա մեջ երևի մի 30-40 անգամ հանդիպել ենք, լավ էլ։ Բայց ոչ մի բան, այն վաղտեն մեզ ասում էր տուն էլ երեխա չունեք, գացեք այդ երեխեք ոզ բար։ Ես ունեմ այդ մետեղ են, հենց պետք է ինք ասում ապագա կա, այդ մետեղ են ես դրանով եմ ապագան տենեմ։ Էլ ինչ ապագա։ Ես հիմա պահանջում եմ, որ իմ երեխուն ես այն անգամ էլ ասեցի, դու գիտես իմ երեխեն ուրա, եթե չգիտես, ուրեմն ես ինչ մարդի անունը տվերեմ, գնա այդ մարդից ասա ուրա ազատ երեխեն։ Ու կասի որտե այն վաղտ, որ երկրում լինի դու բեր, չգիտեմ։ Ես սպասելու եմ ինչև իմ երեխուն հայտնաբերել։